Բարև ձեզ։ Իրազեկ սպառող հաղորդաշարի այսօրվա մեր եթերում խոսելու ենք ոչ նյութական, ոչ շոշափելի ապրանքներից եւ ծառայություններից, խոսելու ենք մշակույթի սպառումից։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ, չեմ վախենա այս բառից, բոլորի կողմից շատ սիրված առաջերտին, հետո նոր շատ հարգված, լավ մարդ, լավ դերասան, պրոդյուսեր, այո իմ լավ բարեկամ Մկրտիչ Արզումանյանին։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, շատ լավ, աշխատանքային երուզարի մեջ։ Խոսենք այսօր մշակույթի սպառումից ու փորձենք։ Տեսեք, մենք ունենում ենք ինչ-որ պրոցեսներ ու մի հատ աղմուկ, պայթյուն։ Մենք մշակութային դաշտում հանգիստ խոսույթ, անելիքներ, պրոբլեմներ, լուծումներ չունենք։ Մենք սենց ռումբեր ենք բան գալի, այդ ռումբերը պայթացնում ենք ու համարում ենք, որ ռումբը պայթեց, հա, վերջին ռումբը Թաթուլի համերգն էր։ Մի անգամից դահլիճը լցվեց, մի անգամից սենց ռումբ, օй, վերջացան կեթեց հասարակությունը, սենց գնացել է այսքան մարդ Թաթուլա լսեն, մենք արդեն կործանվում ենք, սրան հակադարձող ոնց որ կրքերը հանդարտացնող ոչ մի բան չկա, մենակ պրոբլեմն արձանագրեցինք, գնացինք ու անգամ պրոբլեմը չհասկացանք, որն է, որ մենք ունենք Թաթուլ լսող, թե այդ լսելը ինչ հետևանքներ ունի, ինչ պրոբլեմներ ունի, ինչ չունենք, որ ավելի կարևոր է։ Դե կարծում եմ, որ եթե լսում են, ամեն մեկը ընտրում է իր ուղղությունը, իր ոճը, իր նախընտրելի ոճը, որտեղ որ իրեն լավ է զգում, իրեն հանգիստ է զգում, անջատվում է առօրյա հոգսերից, բոլորը այդ իրավունքը ունեն։ Այստեղ շատ կարևոր է, թե մենք մեր գլոբալ ճանապարհին ինչ ենք, այսինքն ինչ ենք ուզում ինքներս մեզնից, եթե ուզում ենք այդ ոճը զարգանա, այդ ոճը կզարգանա, եթե ունենք հանճարեղ կոմպոզիտորներ, Ռոբերտ Ամիրխանյան, Տիգրան Մանսուրյան, բոլորին չթվեմ, Կոմիտաս, պետք է ամեն ինչ անենք, որ այդ չտեսնված երաժշտությունը դառնա հիմնական, այսինքն, չգիտեմ, ինչպես են դա անում, անընդհատ, մեծ գումարներ են պետք ծախսել դրա համար, նոր սերունդներին ասել, որ սա է որակյալը, սա է ճիշտը, սա է մեր հայկական նոտաների շարվածքը ճիշտ, ականջի ուղեղի համար ընկալելի, ոչ թե մյուս ոճերը, ես չգիտեմ, ասենք, ամեն ինչ կարող է մարդ լսել, ես լսում եմ տարբեր երաժշտություն, ռոքից սկսած, դասականով վերջացրած, հիմա ինչպես մեկը ինձ կկամենիկ ասի, թե դու սխալ երաժշտություն ես լսում, չէ, պարզապես, եթե մենք խոսում ենք, այսինքն ես չեմ խոսում են նրանից, որ լավ չէ, որ այդ ամենը տեղի ունենում, համալիրում, դե մասսայական բնույթ է կրում, բա որտեղ տեղի ունենա։ Ի վերջո օպերայի շենքը չէր։ Դե հիմա կարող է նաև օպերայի շենքը լինել, ինչ որ բանի պատճառով, ես չգիտեմ ինչ կարող է տեղի ունենալ, ու կարող է այնտեղ էլ այդպիսի միջոցառում չլինի, էլի։ Թող չլինի, բայց դրա մասին պետք է շատ լուրջ մտածել ու տեսնել այդ ամենը, այդ բաց տեղերը տեսնել, բացահայտել, ու այդ սխալների վրա աշխատել։ Ես կարծում եմ, որ այն երաժշտությունը, որը մենք ունենք հիմա, այն ժառանգությունը, որը մեզ թողել են այդ հանճարեղ կոմպոզիտորները, ես այդպես կարող եմ միայն բնութագրել նրանց, այսօր մատների արանքով ենք նայում ու ցավոք այդ մարդիկ հիմա կան, բայց մեզ մոտ այդպես է, չէ, որ չեն լինում այդ մարդիկ, նոր սկսում են ինչ-որ կոմենտներ գրել, պոստեր անել, որ վայ, ինչ լավն էր, սկսում են ցիտել այդ մարդկանց երգերը, երաժշտությունները տարածել, բայց այդ մարդիկ այսօր կենդանի են, մեզ հետ ապրում են ու իրենք անտեսված են։ Ես չգիտեմ, շատ լուրջ հարց է սա, շատ լուրջ ու իսկ չեմ ընդհատում, այդ պոպուլյարիզացումը չի քննարկվում, այդ առաջին բանն է, ու այդ ինչ չունենք, այդ լավ ժառանգությունը
լավ չենք հասկանում որն է լավը, որ մենք չենք հասկանում որն է կոմիտասը լավը։ Դե այդպես, որ ես տեսնում եմ, ասենք, երիտասարդ աղջիկ մեքենայի մեջ լսում եմ այդ կատաստրոֆիկ ծագումը ունեցող երաժշտություն པարզ չէ, թուրքական է, արաբական է, հունական է, թե ինչ ծագում ունի, ու ես պատկերացնում եմ արդեն որպես արտիստ, այդպես գնում եմ շղթա եմ կառուցում, որ այս աղջիկը եթե այս երգը լսում է իր մեքենայում, նշանակում է այս երգի տակ կարող է սիրահարվել, այս երգի մթնոլորտում ինչ որ լավ դրական լիցքեր ստանալ, ինչ որ ուրախությամբ իր հոգին լցվի, բայց այդ երաժշտությունը ոչ մի բան է, այսինքն դա ոչ թե երաժշտություն է, ես չգիտեմ, դա ինչ որ անհասկանալի նոտաների խառնվածք է, որը մեզ հետ ընդհանրապես կապ չունի։ Դե չգիտեմ, ես չեմ ուզում ասել, որ հայը այսպես բան պետք է չլսի, հա, ինչու պետք է լսի, ինչու պետք է մեզ համար օրինակ թվա, որ դա հարազատ է։ Երբ որ մենք խոսում ենք, ասենք, որ խոսում ենք մեր հարևան երկրներից, այդ թշնամանքից, այդ որ մենք ատում ենք այդ կողքի երկրների այդ ներկայացուցիչներին, քաղաքացիներին, որովհետև նրանք մեզ այսպես դարեր շարունակ նեղել են, սպանել են, ոչնչացրել են, բայց մենք ինքներս հիմա լսում ենք այդ երաժշտությունը, ու այդ երաժշտությունը մեզ համար հոգեհարազատ է, ու մենք ամեն ինչ անում ենք, որ այդ երաժշտության ներքո մեր կյանքը շարունակվի, մեր երեխաները դաստիարակվեն, ամենտեղ այդ լինի, չէ՞ որ դա էլ է, կամ կա մեջդ, կամ չկա, կամ դու կարող ես այդ երաժշտությունը քո միջով անցկացնել ու քեզ համար դա նորմալ լինի, կամ հնարավոր չէ, պարզապես արյունը հետ կամ գենետիկորեն չես կարող հասկանալ, որ հա դու ստեղել ենք մաքսիմալիստ։ Ինչ մաքսիմալիստ, որ լավ իմաստով չեմ ասում, հենց վատ իմաստով եմ ասում, այսինքն ոչ մեկ չի ասում, որ մենք ուրախ թեթև պարային երաժշտություն չունենք, ինչի մեր այդ մշու սասու ժողովրդական երգերի տակ պակասն պարեն, սասունը պարեց, կոչարի հետ սասունը պարեց, շատ լավ երաժիշտներ մենք ունենք, ովքեր հենց այդ կռիվ են տալիս, կոպիտ ասեմ, այսպես ասեմ, կռիվ են տալիս հենց այդ ամեն դա են ներկայացնում, դա են ասում, գոռում են, ասում են ժողովուրդ ջան, այս ժողովրդականն է, մենք սա է ճիշտը ունենք ու ոչ մի բանով չի զիջում այդ ամենից, ինչ որ ասենք կլսես հարսանիքների ժամանակ եւ այլն, ոչ թե չի զիջում, այլ մի քանի գլուխ ավելի բարձր է ու ավելի հոգեհարազատ է ու ավելի լավ է պարաստում, ավելին ասեմ այդ նույն այդ մարդկանց, ես հենց հիմա ասում եմ գնացեք պարզապես նայեք մեր հարսանիքները, ոնց էլի բոլորը գնում են, չէ՞ ծնունդ են գնում հարսանիք, առիթի գնում են ուրախ հենց մեր այդ լավ իսկական լավ հայկական ժողովրդական երգը մի բան դնում են մի անգամից բոլորը գնում են ու շատ ավելի շատ են պարում քան այդ բանի տակ են որ անունը դրել են որ սա պարելու համար արած է մերի տակ շատ ավելի լավ են պարում այս սրա մասին այս պոպուլյարիզացումը միայն գլոբալ ու արվեստի մշակույթի հանրային ինչի՞ չէ գործիչներով հնարավոր է թե պետական առանց պետական գործի պետական պետք է լինի պետական պետք է լինի ու մեծ գումարներ պետք է ծախսվեն այդ ամենը պոպուլարիզացնելու համար որովհետև այդ մարդիկ անհատներ են ովքեր այդքան ռեսուրսներ չունեն այդ ամենը պոպուլարիզացնելու սարքելու ճանաչված մասսայական բայց հնարավոր է դա անել, հետևողական աշխատանքների արդյունքում հնարավոր է դա ունենալ, իհարկե։ Այս ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում տնտեսագիտական կանոններն են, չէ՞, ամենտեղ սկսել աշխատել առաջարկ պահանջարկի, այս առաջարկ պահանջարկի սկզբունքը նաև արվեստի մշակույթ է, ցավոք սրտի։ Ու Լենինի թվից եկած էր, հա, որ հասարակության հետևից չպետք է գնա արվեստի մշակույթը, այլ իր հետևից պետք է տանի արվեստի մշակույթը հասարակությանը։ Այսօր պետք է թելադրի։ Այսօր մենք այդ ունենք թե այդուհանդերձ գրվում է արվեստի մշակույթի ինքնագնում հասարակության հետևից։ Դե որոշ դեպքերում ունենք, որոշ դեպքերում չունենք, հիմնականում չունենք։ Այս ունենքը ոնց շատ բարձրաձայն ենք։ Ունենք դեպ էլի նորից քիչ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են, անում են այն, ինչ գտնում են ճիշտ է, այն, ինչ գտնում են, որ ճաշակով է, այսօրվա է, ժամանակակից է։ Աշխատասիրության արդյունքում դա փորձում են այդպես փոխանցել հանդիսատեսին։ Ես մի դիտարկում եմ ուզում անեմ, մի քիչ կավելաբան չեմ անում, կես ասեմ, որ ասում եմ, բայց պետք է ասեմ։
օրինակ Մկրտիչ Արզումանյանը չի սիրում անձնականի մասին շատ խոսել, այդ թվում աշխատանքային, որ քիչ գործիչներից է, որին ընդհանրապես աստղայինը չի տարել։ Կարող է դրա հաշվին այդքան շատ սիրում են, բայց այդ համեստությամբ, այդ համեստ կերպարով շատ այդ լավ աշխատանքներ, որոնք ուզում են արվեն, մղվում են օրինակ երկրորդ պլան։ Ասենք նույն, հա, զրույցի ժամանակ հա անձնականից մի քիչ քիչ խոսենք կախի, բայց եթե ինչ-որ լավ բան կա, որը իսկականից այդ խնդիրը լուծում է, եթե այս բոլոր այն մարդիկ, ովքեր սիրում են լուր, համեստ են, որ այտենց մշակի աշխատանքով այդ մշակությունը հետ է, ոչ թե այդ անեն, այ պետք է ասենք, որ հասնի տեղ, որ չասենք ոնց հասնեն։ Դե ասենք ինչի մասին է խոսքը, եթե ձևերի կամ ճանապարհների մասին սիրով կկիսվեմ։ Այ օրինակ աշխատասիրության հետ կապված հարց։ Ես այդ աշխատասիրությունը կամ կա, կամ չկա, հիմնականում չի լինում, որովհետև մարդը այդպես է կառուցված, այդպես է ստեղծված, որ մի քիչ խնայում է իրեն, շատ քիչ մարդիկ կան, ովքեր հասկանում են կամ գիտակցում են, որ բեմ են դուրս գալիս, ինչի համար են դուրս գալիս ու որ մինչև վերջին էներգիայի մինչև վերջին կաթիլը պետք է թողնեն այդտեղ, որ ինչ որ մի բան ստացվի, որ նախորդից տարբերվի, նախորդ նույն ներկայացումից տարբերվի ու մարդ ով 8 անգամ գալիս է քո ներկայացումը դիտելու, ասի որ վերջինը ավելի լավն էր, քան նախորդները, բնականաբար։ Բայց քանի հոգի ունենք, որ այդ տեսնելու է։ Քանի հոգի ունենք, որ անընդհատ չէ, որ ես գիտեմ, որ անընդհատ գալիս է, բայց որ անընդհատ գալուց չէ, կան մարդիկ շատ են, տեսնում այդ առաջին, այդ եմ ասում, այն որ մարդիկ նույն ներկայացում մի քանի անգամ կարան գան նայեն, հա, բայց այդ որ համ նայեն, համ տեսնեն։ Դե հա, տեսնելը կարևոր է, եթե 8 անգամ գալիս է, ինքը տեսնում, հաստորեն հասկանում է թատրոնից, որ գալիս է, ինչ որ մի բան իրեն հոգեհարազատ է թվացել, որ գալիս է, որ նյութը հավանել է, խաղն է հավանել։ Կարծում եմ, որ այդ մարդը թատրոնից հասկանում է։ Պարզապես եթե առաջին անգամ եկել է թատրոն ոչ մի բան չի տարել, էլ չի գա։ Ես խոսում եմ թատրոնից հասկացող մարդկանց մաս։ Շատ քչերն են, որ ինչ-ինչ պատճառներով, որ հասկանում են, որ այդտեղ դրված է առողջություն, կյանք, մաքսիմալ էներգիա։ Ու որ դու այդ հնարավորությունը ունես հիմա, վաղ այդ հնարավորությունը չես ունենալու։ Պետք է մաքսիմալ 10 հանդիսատեսիդ այն ինչ պետք է 10 ապահովես այդ ամենը, որ այ այդ չեն մաքսիմալ տալը, ես հենց մաքսիմալ տալ ասում եմ, ես հիշում եմ Կարքին հաղորդումը, հիմա կասեմ ինչ եմ հիշում Կարքին հաղորդումը, որովհետև զուտ հեռուստադիտողի համար, առնվազն մեծամասնության համար, ինքը բեմականացված անեկդոտներ է, հա, նկարահանված անեկդոտներ են, բայց թե ինչ մեծ ծավալի աշխատանք է արվել այդ վերջնական պրոդուկտը ստանալու համար, այդ բնականաբար քչերն են տեսնում, սկսած այն երաժշտության ընտրությունը, վերջացած անեկդոտի հետ ոչ մի կապ չունեցող միջանկյալ ֆրազաները, որոնք ապրում են իրականում ֆրազաներն են ապրում, անեկդոտները չեն ապրում, անեկդոտները եղել են ու անընդհատ են լինում ու այդ նույն անեկդոտները 1700 ձև տարբեր նկարվել, ավելին տարբեր լեզուներով են թարգմանվել։ Այսինքն այդ ամբողջը մեծ ծավալի աշխատանք էր, որը արվում էր, այսպես ասել, այն ժամանակ ինքը այդ կոմեդի ժանրի թեթև ժանրի այդքան շատ չէին, որ թվում էր, որ այսօր ձեր քիչ առաջ թվարկած բարձր արվեստին ցածր դասին կանգնածների մեջ մինչև մնացածները չեկան, չնկարվեցին, չհասկացան, որ ինքը մնաց տենց չգերազանցված, եթե օբյեկտիվ լինենք, իրականում մնաց չգերազանցված։ Հետո ինչ որ եթե այդ պահին ինչ որ մեկը ինչ որ բանը չի հանվանե, ասելա վայ նայելով են, որ տենց լրիվ իրանը չի դարձրել։ Հետո որ տեսելա հետոն ինչա, այդ ոչի մեջ ասելա, դե չէ։ Այսինքն որ եկելա հետինը նոր տեսվելա առաջինը, որ առաջ գնալու տեղը դրվել է նշածով, որին մոտ չեն գնացել։ Ու մենք էլ վատ բան ասելու մեծ սիրահար ենք, ոնց որ հայ ենք, չէ՞, այդպես առաջինը պիտի մոտ վատ բան ասենք, որ ասենք հարցը որ գալիս է, որ նայում ես այդպես բավական հաճելի աղջիկ է, առաջի ռեակցիան հաճելի աղջիկան չի, մազիվի չէ, հետո նոր հա, բայց այդպես ձեռի հետ է լավը, ասենք առաջինը վատը։ Հիմա ինչ եմ ասում, այդ առաջինը վատը, որ երեխեքը ասեցինը տեսանք, հա, երեխեքը այս տերմինը օգտագործեցին, նա մեկ հեղինակավոր բան ազգային ժողովը ասեց, բոլորը սկսեցին ասել, ընդ որում։ Ոչ հայոյանք է։ Այն ժամանակվա երեխաներն են, կարելի է ասել։ Կարքինի ժամանակահատվածում են մեծացել։ Այդ ճնշումը,
որովհետեւ հանրային այդ զրույցները որոշակի ազդեցություն ունեն։ Օրինակ, ինչ որ բան եղել է, որ իմանայք այդքան կտարածվեր ու ասենք դրականից բացի, որ կարող է, չէ՞, մեկն մի հատ երեխա այն որ վատ բան ասի, օրինակ ասում ես այսօր արդեն միջալոցում երկրորդ անգամ ես բառը ասում, եթերում, ես չեմ սիրում օտար բառեր օգտագործել, բայց կռուտիտ բառը ես կարգին հաղորդումից եմ սկսել սիրել, որովհետև հերը երախուն ասում է, բայց լնայի դասատուին ոնց է կռուտիտ լնում։ Հիմա մանավանդ այս համակարգերը, որ մի քիչ են հանրային վերահսկողություն ենք իրականացնում, որ նայում եմ մեր չինովնիկները ոնց են կռուտիտ լնում, ես այդ համարը անընդհատ հիշում եմ, բայց օրինակ այ որ իմանայք, որ ես այդ անընդհատ այդ կռուտիտը ասել եմ, կարող է դրա տեղը մի շրջապտույտ բառ ասած լինի։ Հա, կարելի է, իհարկե մատուցումից է կախված։ Այս դե հասկանում եք, խոսքը գնում է կերպարի մասին։ Կերպարը, եթե բակային կերպար է շրջադարձ կամ ուրիշ Չէ, ես կատակ եմ անում ինքը լավն է, դրա համար էլ աշխատել եմ։ Չէ, դե պետք է ներկայացնել, ճնշելա թե չէ հարցը է դա, որ հետո է որ տեսել եք որ մտա, որ նա չէ մտածել։ Շատ պատմություններ կան, որոնք հիմա ես դիտում եմ պատահաբար, եթե ստացվում է, դիտում եմ, ասում եմ, ինչ ենք ախր էս նկարանել, սա կարելի է շրջանցել, բայց այդ արագությունների մեջ, երբ որ դու ունես գերխնդիր մի շաբաթում 20 րոպե ապահովել, ու շաբաթ օրը եթերն է, ու այդ ծանրագույն աշխատանքը պետք է հասցնես անել, որ եթերը հանկարծ կարճ ստացվի, որովհետև եթե կարճ ստացվեր խնդիրներ կառաջանար հովանավորների հետ, հեռուստաընկերության հետ, այդ ժամանակահատվածում ցավոք նաև եղել են դեպքեր, որ գնացել ենք դրան, որ այն անեկդոտներն ենք նկարահանել, որոնք ցանկալի չէին կամ մի քիչ մի փոքր, հա, ցենզուրային, ոչ թե ցենզուրայից դուրս չեմ կարող ասել, բայց այդպես այդ կարմիր գիծներ, ասում եմ ցենզուրայից դուրս է հիմա մենք տեսնում ենք, ինչա եթերում ու ասեմ, որ կարգին հաղորդումը ինձ համար նույնիսկ այդ ժամանակ, երբ որ գեր ճանաչված էր, ինձ համար մաքսիմում չի եղել դա, ես գիտակցել եմ, որ ժամանցային հաղորդում է, այո, շատ լավ է ստացվել մեզ մոտ, ինչպես նշեցի, եւ կերպարային առումով, եւ հումորի առումով, հորինելու առումով, եւ երաժշտական այդ ձևավորման առումով, բայց ինձ մոտ էսպես է, արեցիր, լավ բան, հա, ստացվեց, ճանաչվեց, շարունակում ենք քայլել առաջ։ Չենք մնում այդ ամենի մեջ, որովհետև ես միշտ այդպես ինքս ինձ ավտոմատ, այդպես ասեմ, ինչ որ հատուկ չէ, ես հասկացել եմ պետք է առաջ գնալ, պետք է ավելի նոր ինչ որ բաներ ուսումնասիրել, նոր ոճեր, նոր թեմաներ։ Ու այդ հսկայական այդ ծավալը նկարահանելուց հետո հասկացանք, որ պարզապես վերջացան այդ անեկդոտները, որոնք կարելի է նկարահանել, այսինքն մնացել էին, արդեն անեկդոտները այն տիպի անգիր գիտենք, որ նստում ենք ընտրելու առաջին երկու բառից հասկանում էիր, որ այս անեկդոտը կամ նկարանել են, կամ հնարավոր չէ նկարանել, կամ կարճ է ինքը, կամ եւ այլն եւ այլն։ Չի ստացվի դրանից։ Ու այդպես անցնում էիր առաջ։ Ու մնացել են արդեն այդ ցենզուրայից դուրս անեկդոտները, բնականաբար ճիշտ ժամանակին կանգնեցեցինք, դադարեցրեցինք այդ ամենը ու սկսեցինք արդեն սերիալը, հա, կարգին սերիալ անել։ Այդպես։ Շատերի մոտ այ ասեք հենց հիմա քննարկեցիք ձեր կառավարումը, որը դուք ձեր համար այդ մենեջմենթը արել եք, մինչև էս էլ խոսում էինք էլի պոպուլարիզացնելու կարևորությունից, այդ ֆիշկեքը, այսպես ասած, ճիշտ դնելուց, որ անելու ընթացքում դու գիտես, որ սա անում ես, որտեղ պետք է անես, բայց քո վերևը չի եւ անելիքը չի։ Ավելին ժամանակի ընթացքում արդեն Մկրտիչ Արզումանյանին տեսան շատերը։ Ոչ կոմեդի ժանրում այդ ժամանակ քչերը գիտեին, որ Մկրտիչ Արզումանյանին տեսնելու են կամ ինքը արդեն այն ժամանակ էլ, հա, մեակուլպան որ թվին էր։ Մեակուլպան 2001, եթե չեմ սխալվում, թե ավելի վաղ, 99-2000։ Այսինքն քչերը գիտեին, չնայած էլի մեր ամենադիտվածներից էր, բայց ինչ եմ ասում որպես պրոդյուսեր։ Այսօր մտքի ճգնաժամ մենք ունենք, թե չէ, կարող է իմ մոտ տպավորություն, բայց ամբողջ աշխարհում կա մտքի ճգնաժամ, ամբողջ աշխարհում, Հոլիվուդում, ֆրանսիական կինեմատոգրաֆում, թատերական աշխարհում, չնայած թատերական աշխարհում մի քիչ այլ է, թատերական աշխարհը պաշտպանված է մի քիչ այդ առումով, որովհետև դասական ստեղծագործություններ կան ու շատ դրամատուրգներ կան ժամանակակից, ում աշխատանքները
խաղացում են տարիներ շարունակ, 20 տարուց նորից կարող ես անդրադառնալ, չգիտեմ, այսօր խաղացիր Համլետ, կարող ես 20 տարուց նորից բեմադրել, այլ դերասաններով դրանք անմահ գործեր են։ Կինոյի հետ կապված է ճգնաժամը, իհարկե ճգնաժամ է։ Ու ճգնաժամը կարծում եմ նաև երաժիշտների մոտ, որովհետև բարդ է հորինել լավ երաժշտություն, ավելի պրիմիտիվ է դարձել, ավելի մատչելի են դարձնում հատուկ։ Դեպի շուկա գնա, այ հարցը հենց սրա մեջ էր, տեսեք, ասմունքի երեկո չեմ սարքելու, չենք վերացելու, բայց ասենք ապրիլի 24 տարիներ առաջ Արա Գևորգյանը ֆանտաստիկ երգ գրեց, երգեցին, հա, հիմա գնում ենք հետ։ Պարուց Սևակ Գարունաձուն արել, մի քիչ ենք հետ գնում, հասկանում ենք, որ Չարենցը, եթե ուղիղ չի բերել տպավորությունների տակ, հա, բերել ամբողջները կլկարած, կրթվել ենք, զարգացել ենք, հիմա այսօր ստեղծագործ, ես չգիտեմ, այն ժամանակ մտածել են դրա մասին, չեն մտածել դրա մասին, դες ծնվել է մեջները, հիմա չի ծնվում, այսօր այդ խոչընդոտը կա թե չէ։ Օրինակ գիտեք խի, որովհետև ես վերջերս ես այդ նույն քիչ առաջ հիշեցինք, էլի Սասունը նորից բարեց, ես այսօր մտածում եմ, որ եթե ստեղծագործող լինի, որը տենց շատ բարձր ամեն ինչից կանգնած չլինի, այս ստեղծագործողը ինքը իր համար դες մտքին գավոր, այս սապար է, որը ունի պատմություն, որտեղ պարտություն անգամ ունի հպարտություն, եթե մի քիչ այսօրվա կյանքից տեղակալի ինքը իրան ասելու է, ես պիտի փոխեմ, որովհետև հիմա այս տողերով իմ կյանքը ուտելու են, որովհետև ես անկեղծ լրիվ հակառակն եմ ասում, ինքը իրան խեղաթյուրելու է, ձևափոխելու է, որովհետև ինքը պետք է դա դնի ինչ-որ այս հասարակական շերտավորումների մեջ, ինքը ոնց ասեմ, դրանից բարձր չի կարում կանգնի։ Այդ չգիտեմ կա, չկա, այդ ձեր ասացին հայս վերջի Օսկարի մրցանակաբարձությունից հետո քննարկեցին, որ կինոարտադրության տեսանկյունից ձևի ամենաթույլ տարին է եղել։ Ոչ թե մեր դերասանների, մեր թիմի գործն էին ուզում սևացնել, այլ ընդհանրապես աշխարհն էր խոսում։ Բայց այս մտքի որպես պրոդյուսեր բախվում ենք, թե չէ, բախվել եք, թե չէ, խնդիր դրել եք, որը չի լուծվել։ Այսինքն բեր մի հատ ֆրազ, չգիտեմ, սցենարիստ կամ չգիտեմ, կաստինգ գտի մի հատ այս sense կերպար, որը տենց ոնց ասեմ, չթափվի ինչ-որ բան վրից, որտեղ ես անկեղծ ինչ-որ հետապ գնացել եմ թատրոն, դուսեմ եկել չեմ նայել։ Որ Շավերդյան Սուրենի ցանկության տրամվայի հələ Մուրադ Ներջանիբեկյան խաղում Լուիզան տերերը անկապ տարիքը չէին բռնում մի քիչ այդ պիեսի, բայց մեկը ֆանտ ինչ որ պահ մտա թատրոն այդ ներկայացումից հետո ասի այն հին թվերի շունչը մեջը սա քանի նորից ինչ որ տեղով չի փչացել չգնացի մինչև նորից սկսեցին գովել գնացի Տենեսի Ուիլյամս որպես պրոդյուսեր այդ ինչ որ կերպար գտնելու հետ խնդիր ունենալ թեկուզ անձի մեջ, հա, որովհետև ասենք հասկանում ենք, որ ինքը երեք ինչ որ բանի մեջ խաղացել է, հոգնել է, ինչքան էլ պրոֆեսիոնալ լինի, ինքը այս բանի շուտ տեղը մնացել։ Ես կոտրող մարդ եմ ու անընդհատ էքսպերիմենտների մեջ եմ, ես անձի չէ, ուրիշի մեջ, սցենարիստի մեջ։ Ես գնում եմ այդ ճանապարհով ու մյուսները օրինակ դժվարանում են կամ չեն ուզում թաթախվեն այդ ամենը, օրինակ պետք է ստանալ այն մարդուց, այն դերասանուհուց, որը անընդհատ խաղացել է ինչ-որ ստերեոտիպային կերպարներ, ստանալ այս անգամ ակնոցով միամիտ ինչ-որ էակ, որը չգիտի, որ մոլորակում է ապրում ու պարզապես չեն բան, ասում են չէ, լավ, իրեն այդպես են ընկալում, բայց ինքը տաղանդավոր մարդ է, ես գնում եմ այդ ճանապարհով, ամեն ինչ անում ենք, որ ստանանք այդ կերպարը, եթե չի ստացվում, ուրիշին ենք փորձում այդ կերպարի համար, այսինքն դա է հետաքրքրությունը կարծում եմ, կամ ինքդ քո մեջ անընդհատ ինչ-որ բաներ անես, որ ինքդ քեզ հակասում է, որովհետև եթե դու դա չանես, կարծում եմ անհետաքրքիր կլինի, եթե դու անես այն ինչ որ դու կարող ես լավ անել, առաջին հերթին քեզ այդ հետաքրքրությունը քո մեջ չի արթնանա, դու չես կարողանա մաքսիմալ այն այդ էներգիան փոխանցել, որը որ քո հաջորդ քայլը պետք է լինի, նորություն պետք է լինի, քեզ այլ ինչ-որ անկյունից պետք է դիտեն, դու այդ հնարավորությունը գնում ես, ասենք, դե լավ, իմ մոտ այդ բանը լավ է ստացվում, այդ ռաբիս կերպարը, դե գնաց, մոտակա 10 ֆիլմերում ես այդ նույն կերպարով, միևնույն է կծիծաղեն, միևնույն է կընդունեն, կսիրվի եւ այլն, բայց դա
բան չէ, դրոշակ սարքես ու այդպես գնաս այդ ստերեոտիպի հետևից։ Ես ամեն ինչ անում եմ, որ դա ժխտեմ, եւ աշխատանքներով, եւ ներկայացումներով։ Ցանկացած քայլը պետք է լինի նոր, առաջին հերթին նորից կրկնվեմ ինձ համար, իսկ եթե ինձ համար ես գտա այդ բանալին հերթական կերպարի, որ սա այն նոր կերպարն է, որը ես կփոխանցեմ հանդիսատեսիս ու կլինի նորություն, ամեն ինչ ուրեմն գերխնդիրս կատարված է։ Իսկ չտավեցին, այսինքն գլխում տեսնում ենք, կերպարը շատ լավ տեսնում ենք, մոտավորապես, չէ, բնականաբար ում է տեքստային մասը, չեմ սցենարի մասը, որ պետք է աշխատեն ու մեկ էլ բերում են մի բան, որը հասկանում ես, որ այն քո տեսածը չէր, դու ավելի լավ բան էիր տեսել, բայց այն որ պետք է աշխատվեր ու դա ստացվեր, այդ չեղավ ու սենց վերցում դնում ես մի կողմ։ Դե հա, համաձայն եմ, օրինակ մարդիկ կան, ովքեր առաջին անգամ են թատրոն գնում, ովքեր ասում են, լավ, գնանք տեսնենք դա ինչ է ու բախվում են անտաղանդ ինչ որ դրսևորումների հետ, եւ ռեժիսորական եւ դերասանական, բնականաբար երկրորդ անգամ ինքը երբեք չի գնա թատրոն։ Ու շատ վատ է դա, որովհետեւ եթե դու չես ոգևորում, չես վարակում այդ ամենով, այդ մարդը արդեն մոռանում է թատրոնը։ Իսկ այսօր մենք հանդիսատեսի պակասը զգացվում է, իհարկե, որովհետև մարդիկ բազմաթիվ խնդիրներ ունեն, ֆինանսական կարողությունները սահմանափակ է եւ այնքան պետք է սիրեն քեզ, այնքան պետք է վստահեն, որ իրենց բյուջեի, ընտանեկան բյուջեի, հանձնական բյուջեի այդ մասը վստահելով քեզ գան, դիտեն ու գոհ գնան, այսինքն մաքսիմալ պետք է այնքան ուշադիր լինես այդ առումով, այնքան փոխանցես այդ ամենը, որ խախված չզգան մարդիկ, եւ դեկորի առումով պետք է լինի էսթետիկա եւ գեղեցիկ պատմություն եւ խաղ, պարզապես մարդը տեսնի որ դու ապրում ես, ոչ թե խաղում ես, այլ ապրում ես իր համար, իր համար ասելով որ ապրում ես, որ ինքը հավատա որ դու ապրում ես, ոչ թե գործ ես հիմնարկենք իջել, մի հատ խաղանք գնանք կաֆեներով։ Այ կարծրատիպ մի հատ կոտրվեց իմ մեջ, ասեմ որքներ, իմ մոտ տպավորություն է, որ լավ ներկայացում, հավանային դեպս դասական գործ է, որ սա արդեն ինչ-որ թեթևություն բան բոլորն ուզում են, դասականը անկախ ամեն ինչից, անգամ եթե երգիծական դասականը, ավելի ծանր է, քան ոչ դասական երգիծական, ծանրությունը կա իր մեջ։ Իմ մոտ տպավորություն է, որ ծանր դասականությունը խոչընդոտ է։ Բայց երբ որ այդ դասականությունը կառավարվում է ժամանակից մեթոդաբանությամբ արվեստի կառավարման, ճիշտ այդուհանդերձ տալիս է էֆեկտ ու հիմա ցանկապատը COVID-ներ նպաստավոր գործողություն, բայց պետք է մեկը միտք ծնվեր, չէ, որ մենք սիրում ենք հա հարմար պահել, բան թերագնահատել սիրում ենք, չենք սիրում արժանվույն գնահատենք այդ մտքի գաղափարի եղինակին, մարդը շատ լավ բան մտածեց ու փաստ տեսնում ենք աշխատում է։ Հիմա էլ հոկարը փակ կներ, բայց բացում էլի շատ լավ աշխատում է, չէ։ Ու այս կոնտեքստում հարց եմ ուզում տամ, որը նաև մեսեջը պարունակելու ուրիշներին։ Այ օրինակ կար ու եւ կա մի դասական ստեղծագործություն ու մի դեր, որը Մկրտիչ Արզումանյանը միշտ մտածել է, որ ինքը ուզում է խաղա։ Դե շատ կան, շատ, պատկերացրու համաշխարհային դրամատուրգիայում ինչ գործեր կան ու ինչ անմահ կերպարներ, որոնք ցանկացած արտիստ, այսպես ասեմ, արտիստներ կան նույնիսկ չեն էլ խորանում է այդ ամենի մեջ, որովհետև լավ, ասեմ այն ինչ մտածում եմ, որ եթե հնարավորություն լինի սիրով, դա Մակբեթն է Շեքսպիրի, դա Լիրարքան է, մի քանի հարցազրույցների ժամանակ նշել եմ, եւ օրինակ ես ինձ համար հաղթանակներ եղան, երբ ես Ռուսաստանում, Մոսկվայում կպահային կերպարներին, որոնք ինձ համար շատ հեռու էին, շատ ասելով, այսինքն ռուս կերպարներ են, ռուսական դրամատուրգիա, Աստրովսկի, Չեխով, շատ ռուսական, ես հիմա խաղում եմ այդ կերպարները, իսկ մի քանի տարի առաջ նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ ես անգամ այդ կերպարում ինձ կարող են ընկալել ընդունել։
Հիմա դա ինձ համար մեծ հաղթանակ է։ Չեմ ընդհատում, կրթությունը ինչքան դեր ունեցավ այդտեղ։ Շատ մեծ, հսկայական։ Առաջին, գիտեք, այդ միջավայրում նույնիսկ եթե նույն սենյակում ես գտնվում այդ վարպետների հետ, նույնիսկ ցանկացած ինչ որ մի նախադասություն, յուրաքանչյուր բառ հենց այնպես չէ։ Անընդհատ նրանք քեզ փոխանցում են ու բաց են այդ ինֆորմացիայի փոխանցելու համար։ Եթե ինչ որ հարց ես տալիս, ինքը կարող է քեզ պատասխանել 1 ժամ։ Դու լսես այդ ամենը, հետո գիշերը կզանգի, կասի, հա, մոռացա։ Այսինքն այնքան մեծ օգուտ էր այս ամենում։ Ես անընդհատ գնում եմ Մոսկվա, գալիս եմ, նույն ներկայացումը խաղում եմ, ասում եմ, ոնց ես փաստորեն ոնց չէի նկատել, որ նման բան կա, այսքան շերտ կա, այսքան տողատակ կա, ու անընդհատ այդ process-ի մեջ ես, դու կարծում եմ դա այդպես էլ պիտի լինի, ու ցանկացած ստեղծագործությունը, որ խաղում ես, նույնիսկ 100 անգամ խաղացել ենք, օրինակ ցանկապատը, անընդհատ դա աճող ստեղծագործություններ են, աճող ներկայացումներ են, որոնք անընդհատ դա չափ չկա, որ հասար ինչ որ մի կետի եւ կարող ես հանգիստ շունչ քաշել, որովհետեւ անընդհատ process-ի մեջ ես։ Անընդհատ քո մեջ ինչ որ բաներ ես արթնացնում, անընդհատ այս կողմից կերպարին ապրեցնում ես։ Այ որ ասացիք հարցազրույցներում ասել եք, որ կուզեիք խաղալ լիրարքա։ Ինձ հետաքրքիր է մեր ռեժիսորները գիտեն, որ Մկրտիչ Արզումանյանը կուզեր խաղալ լիրարքա։ Չէ, դա տարիքի հետ դեռ շատ վաղ տարիք է լիրարքա խաղալը։ Նույն դերն էլ չէ, մարդը որ ինքը ուզում է այդ դերը խաղա, ինքը այդ պահին նաև իր տարիքից ելնելով, այսինքն ինչ որ 20 տարեկանում մարդը չի ուզենա խաղա 60, եթե ինչ որ բանն էլ դա հնարավոր է, պատկերացնելով դե կգան կմեծացնեն, առնվազն 60-ում չի խաղա, ասենք 20 տարեկան կերպարի դեր, այսինքն ինչ որ բաներ էլ կա, որ այդ պահին դերասանը ինքը իր մեջ իր ընկալումների մեջ չէ, իր տես գաղափարների մեջ ինչ որ դասական կերպարի հետ ասոցիացիա զգալով ասում, ըհը գնացի դեպի, այստեղ ես հասել եմ։ Դե կարելի է այդ ամեն ինչը կազմակերպել, կարելի է որպես կազմակերպիչ հնարավոր է դա անել, բայց կարծում եմ որ դա լայն մասաների համար չի լինի։ Այն ժամանակ ասելով սովետական միության ժամանակ բավականին տեղյակ էին օրինակ Շեքսպիրից եւ առհասարակ թատրոնին շատ մոտ էին մարդիկ, շատ էին հաճախում թատրոն ու շատ էին սիրում թատրոնը։ Եվ այդ ժամանակ նույնիսկ իմ այդ այնտեղի մեր ինստիտուտի ղեկավարներից, երբ որ այստեղ են որոշ ժամանակով ու ապշել էին, թե ինչքան կերպարներ կան Շեքսպիրից, կերպարների անուններ կան, օրինակ Համլետ, Մակբեթ, նույնիսկ բացասական հերոսներին են իրենց այդպես անվանում են իրենց երեխաներին, Լաերտ, ապշել էին, ասում են ոնց, ախր ոնց։ Դե ասում դե հա մենք Բայց օրինակ ես հիմա այս պահին այստեղ էս հակադրություն չէ սխալ բառ տերմին օգտագործեցի, այ մի կողմից դերասանը, որը ինքը այդ պահին զգում է, որ այդ շատ մեծ սիրով խաղար, մի կողմից պրոդյուսերը, այ պրոդյուսեր Մկրտիչ Արզումանյանը ավելի հեշտ դերասան Մկրտիչ Արզումանյանին խաղացնի, թե այլ պրոդյուսերը, երբ որ գիտի, որ դերասան Մկրտիչ Արզումանյանը, այն որ ինքը ասի, չէ էլի, եղբայր, արի ես այս պահին մի հատ քեզ խնդրում եմ, պրոստը ես, այսինքն արվեստագետն չէ իր կապրիզն ունի, այս պահին դերասանի հետ գործ ունենամ, այն որ արի դու քեզ տես, արի դու ինձ ասա, որ ռեժիսորն է այն ճաշակի, այն որ ինքը գիտի սցենարի հետ ոնց աշխատի, որը ժամանակակիցը բերի տա, որ համ կրթենք համել կարանանք բերենք որ կրթենք, որտեղ մենք ինչքան լուզենանք կրթենք, եթե չեկանոց ենք կրթել։ Դե շատ հրաշալի նյութեր կան, օրինակ, որոնք կարելի է բեմադրել ու այդ եթե իհարկե պետք է միջամտի նաև պետությունը այդ ամենում, որոնք կարելի է փոխանցել հանդիսատեսին ու դա այսպես ասեմ, միշտ ընտրում եմ ոսկե միջինը, երբ որ կա լավ խաղ, լավ նյութ եւ մատչելիություն որոշակի առումով, որովհետեւ մեծ գումարներ ես ներդրում ես կատարում մեծ գումարներ, որ ներկայացումը ստացվի, բնականաբար
նաև ակնկալիքներ ես ունենում, բայց առաջին տեղում չի, ես ձեզ ասեմ դա ու երբեք չի եղել, կարևորը թե ինչ ես դու անում, եթե այդ ամենը քեզ մեծ հաճույք է պատճառում, այո, ինչու՞ չէ, նաև վատ չի լինի, որ կողքից էլ ֆինանսապես ապահովված լինես։ Արտիստը պետք է ապրի։ Ավելի լազում ձեր կերպարով գիտեմ։ Հա, բայց պետք է նաև նորմալ ապրի, էլի մի քիչ նոր մարդավարի, ոչ թե լավ կոմֆորտի մասին չեմ ասում, հարմարավետության կյանքով ապրող Մկրտիչ ասում։ Չէ, անելիքը պետք է լավը լինի, անելիքը պետք է ինչ-որ բան ունենա, տձև ինչ-որ բան չլինի քո ճանապարհը ստեղծագործական, որ չգիտեմ, ինչ-որ մի բան պետք է փոխանցես, կարծում եմ մարդը ապրում է նրա համար, որ ինչ-որ մի բան, մի լավ բան թողնի իր հետևից։ Եթե երկու բան թողեց, ավելի լավ, ավելի լավ։ Այդ հայտնի, հենց չեմ խոսապում, այդ հայտնիությունը ճիշտ օգտագործելը եւ ճիշտ մենեջմենթը, որ ասացիք, մի քիչ առաջ պետությունն էլ պետք է անի, ես միանգամից հիշեցի ձեր վերջի հաղորդումներից մեկի ժամանակ փոքր կատակ երգ երգեցիք գյուղական, Վիրևեն թռնմեր այրո պլանը, կյադեք ջան, կյադեք թռեք, հռումբ, այդ հռումբը ես նենց որ լսեցի առաջ անգամ ուրախացա, բայց հետո երբ որ տեսա երաժշտական ձևավորում եկավ, ինչ-որ մեկն էր արել, համեմել էր, մեկ էլ նայեցի դիտումները ու հասկացա, որ այդպես գյուղական կատակ երգ նենց չի, որ մշակութային մեր լավագույն ժառանգությունն է ինքը։ Երգի սկիզբը։ Կատակ երգ, հա, 40-ականներ, 1940։ Հա, պատերազմի ժամանակահատվածի, հա։ Որ կորել էլ աշխարհը չէր ավիրվի, բայց հասկանում ենք, չէ, որ մենք ինչքան ֆանտաստիկ այդպես այդ թվում ժող երգեր ունենք, որոնք այս նույն երգը որ երգեցիք, եկեք դուրս գանք մինչև ձեր երգը, քանի հոգի թեկու սկիզբը գիտեր։ Այսինքն մի քիչ շատ կարճ ավելին ասեմ, այդ մենակ սկիզբն է։ Այն մնացածը չգիտեք մինչև հիմա։ Չկա, այսքան արդեն շատ մարդիկ գիտեն, ինչի, որովհետև ես մի փոքր գաղտնիք էլ ես բացեմ քչերը։ Կամ էլ երգ ներողություն եմ խնդրում, որը շատ դանդաղ է երգում, չէ՞, այդ մի տողով, բայց շատ դանդաղ։ Կատեց երգ։ Իրևեն, չէ, հնարավոր։ Այսինքն մի երգի չափ։ Հիմա ինչի եմ ասում, այն ես այդ դեպքից հետո հիշեցի, որ պապաս նախ ագին երգեր գտել վերականգնելը նելով դրամատուրգ, ռեժիսոր, դերասան, երգի հետ ուղիղ կապ չունելով, ինչ գնացել է այդպես որ սարերի ձայները գտել բերել է ու հեռուստաթատրոններից մեկի մեջ երգում է այդ իր հիշած, չգիտեմ այդ մեկ անձամբ ինքներ գտե թե այդ կար, բայց կտավատը երգը 4-ել է թափում հատը։ Ու հիշեցի, որ միամիտ որ հեսա թատրոնը, հեռուստաթատրոնը եթե կորում է, երևի մենակ Լուսիկն է որ այդ երգը գիտի։ Մնացածները չեն իմանալու, այսինքն եթե քաղաքականություն սա վարելու, արխիվ վարելու չունենանք, եթե չունենանք կերպարներ, ովքեր ամեն ինչ անելու են դրա պոպուլարիզացման ուղղությամբ, մենք սա պարզապես ժամանակի ընթացքում կորցնելու ենք ու չնայած այսօր իմ գործը ընդհանրապես դրա մասին չի։ Ուզում եմ ասել, որ ես սիրով նմանատիպ նախաձեռնության մեջ կմասնակցեմ, բայց պետք է հզոր ուժեր են պետք դրա համար, հզոր մեծ ֆինանսներ ու այդ երգերը պարզապես այդ աշխուհական գուսանական երգերը հրաշքներ են, ամեն մի երգը իր այնքան այնպեսի մեծ դաշտ ունի այդ ամենի այդ պատմությունը, այդ մատուցումը, նորից եմ ասում, նոտաների ճիշտ դասավորվածությունը, հայկական լինելը, որ չտեսնված են պարզապես։ Ու հազվադեպ այդպես նախագծեր կան, որոնք փորձում են պահպանել այդ ամենը, բայց այդ նախագծերը շատ հազվադեպ են ու շատ քիչ է այդ ամենով զբաղվելու համար, այսինքն եթե ուզում ենք մենք այդ ամենը պահպանենք, պետք է մեծ գերլարումներ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի սպառողներ, չգիտեմ որքանով եք սովոր շատ ծանր բաների մասին խոսել պարոն Արզումանյանի հետ, մեր սիրելի Մկոյի հետ, որովհետև ինքը միշտ ավելի շատ ուրախ տրամադրություն է բերում, բայց այսօր խոսում ենք բարդ ներկայացումներում խաղում, բայց այդպես անկախ ամենից բարի դրական մարդու աուրան միշտ դրականը հետը բերում է, այսօր մի քիչ շատ տխուր բաներից խոսեցինք, բայց
խնդիրներին պետք է նայենք բաց աչքերով, որովհետև եթե չնայենք, չենք մտածելու լուծումների մասին։ Եթերում իրազեկ սպառող հաղորդաշարն էր, կհանդիպենք, խոսենք ոչ միայն արվեստից, ոչ միայն շոշափելի, այլ ոչ շոշափելի այլ արժեքներից ևս։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։